Հալելույա, ինչքան բրավ է գտնվել Տիրոջ ներկայացններ, ձեր բոլորիդ հետ, այսինքն մոնակ մեր Տեր Հիսուս Քրիստոսին մեծարեք ու երկրպագեք, որտեղ մեր Տերը զորավոր է։ Երեք այսօր ես ուզում եմ խոսքով կիսվել ձեր հետ, Տիրոջ խոսքը ինքը զորավոր է, չէ՞։ Երեք ես մեր վերնագիր եմ բերել, ինչից ես վախենում։ Երեք ես չեմ ուզում ասեմ, մենք ինչ-որ մի բանից վախենում ենք, բայց երբեմն գալիս է մեր կյանքում պահեր, որ մենք վախով ենք նայում այս կյանքի իրադարձությանը։ Մենք վախով ենք նայում այն դրվագներին, որ մեզ այսօր իրապես շատ անգամ շրջապատում է։ Բայց գիտեք, եթե մենք մեր կյանքում արել ենք մի քայլ ընտրություն, ընտրել ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսն է մեր փրկիչը, տվել ենք մեր կյանքը իրան, ես կարամ ասեմ, դու պետք է ոչ մի բանից չվախենաս։ Գիտես, շատ անգամ ես մտածելով ես մտածում, ասեմ, մարդը վախենում է մահից։ То есть մարդը վախենում է մահից, ոչ պետք չեն ուզում մահանա, հասկանում եք։ Բայց ես քեզ ուզում եմ ասեմ մի բան, մենք բոլորս հավիտենական չենք ապրելու այս աշխարհին։ Եթե մեր Տեր մի քիչ էլ ուշացնում է իր երկրորդ գալուստը, դու 100% Տիրոջը կհանդիպես, հասկանում եք։ Դու պետք է պատրաստ ես իրանը հանդիպել, որովհետև կյանքը կարճ է, օրերը կարճ են, բայց դու պետք է ոչ մի բանից չվախենաս այսօրվա այս կյանքի իրավիճակից, իրադարձությունից, այն ինչի մեջ որ դու կարաս գտնվես ու ելնես։ Երեք ես միշտ ասում եմ, հոգևոր կյանքը դա պայքար է, դա պատերազմ է։ То есть դու ռեալ պատերազմական գործողությունների մեջ ես գտնվում։ Քո կյանքը միշտ է պայքար, հասկանում եք։ Գիտեք, կան մարդ, ովքեր որ ուզում են պայքարեն, կան մարդիկ, ովքեր որ չեն ուզում պայքարեն, եւ այդ պայքարը, գիտես ոնց է, դնում են մի կողմ, մտածում են դա անիմաստ է։ Ես շատ անգամ մտածում, ասում են, ասես մի հատ արտահայտություն է լսել, ասում են ոնց է, Աստծուն ճանաչելով հարաբերություններով մահանա, գնամ ընդեղ, Ես ավելավը դու Աստծուն ճանաչելով հարաբերություններով մահանաս գնաս, քան թե ապրես վախով ու չիմանաս, այսինքն ունենալ հաղթանակներ։ Ես վախը քեզանից պետք է հեռանա, որտեղ դու ունես Հիսուս ու Հիսուսը դրա համար է եկել այս աշխարհ, որովհետեւ դու իմանաս պայքարել ու հաղթել։ Երեք շատ անգամ մեր վերափոխությունը, հոգևոր կյանքի իրականությունը երբեմն մեզ պարոն հեռացնում է Քրիստոսից։ Մենք երբեմն հեռանում ենք Աստծուց, մտածելով, որ մենք պետք է, այսինքն մեր պատկերացումը շատ անգամ ուրիշ է, որ մենք գալիս ենք ասում, մենք պետք է ունենանք ավելի մեծ ուրիշ բաներ։ Ամեն մեկը շատ անգամ գալով ասում եկեղեցուն, ինքը ունի շատ պլաններ, շատ ծրագրեր, երբ որ գալիս է եկեղեցի, երբ որ գալիս է Տիրոջը, ու տենում է, որ այդ ամենը չի իրականանում, այդ պլանները չեն իրականում, գիտեք ինչ պլաններ, ինչ ծրագրեր, մեկը առողջության, մեկը ֆինանսական, մեկը մյուս Գալով, որ դու գալիս ես Քրիստոսին ու պետք է ամեն բան փոխվի, ամեն բան լավ լինի, ու հանդարտ տենում ես, որ բան չի փոխվում։ Գիտեք ինչ է գալի հիասթափություն, գալիս այսինքն անորոշ մի հատ իրավիճակ, ու դու մտածում ես, ասում ես, դե ես եկել եմ մի բանի համար, այսօր սենց ա եղել, ինչի պետք է տենց լինել, ես ուզում էի ուրիշ բան էի նայում, բայց իտոգում։ Բայց մենք մոռանում ենք ամենակարևորը, հարցն Տիրոջի։ Իրապես Տերը ուզում է, որ մենք ցեզ մոտեցումով գանք իրանը։ Իրապես թե Տիրոջ ծրագրերը, գիտես, ուրիշ են մեր հանդեպ։ Երբ Տիրոջ ծրագրերը իրականում են քո կյանքում եղավ, երբ որ դու իրան ընդունում ես։ Երբ որ դու չես ընդունում, դու իր ծրագրերի մեջ չես։ Դրա համար հայտնության երրորդ գլխում ասում է Քրիստոսը կանգնած թակում է քո սրտի դուռը, թակում է, որ մտնի, հասկանում ես, մտնի իր պլաններով, իր ծրագրերով քո կյանքի մեջ։ Դու արդյոք ուզում ես, որ Քրիստոսը մտնի քո կյանքը ու իր պլանները, իր ծրագրերը իրականացնի։ Ինչքանով ես դու ուզում։ Երեք բացեք Հակոբոսի թուղթը, մենք սկսենք ստեղից կարդալ Հակոբոսի առաջի գլուխը։ Դա հայտնի տեղ է, որովհետև ես ինչ եմ ասում հենց առաջի գլխից մենք այսօր մի քիչ շատ կկարդանք, որովհետև դրվագներ կկարդանք, ես կկարդամ առաջի գլխի 3-րդ խոսքից, ընդեղ ասում է իմանալով, որ ձեր հավատի փորձությունը համբերություն է առաջացնում, իսկ համբերությունը թող լինի գործուն լինի, որպեսզի կատարյալ ու լիարժեք լինեք եւ ոչ մի բանի պակասություն չունենաք։
եւ 6 խոստեմ կարդամ, միայն թե թող նա հավատով խնդրի առանց երկմտելու, որովհետեւ երկմտողը նման է ծովի հողմակոծ ու տատանվող ալիքին։ Այդ մարդը թող չկարծի, թե Տիրոջը որևէ բան կստանա։ Երկմտող մարդը անհաստատ է իր բոլոր ճանապարհներում։ То есть հետաքրքիր է, չէ՞։ Երկմտող մարդը ասում է անհաստատուն է բոլոր իր ճանապարհներում։ То есть ինչը մենք ստեղ նայում, տենում ենք, որ Հակոբոսը ստեղ պարզ ասում է, որ հավատի փորձությունը համբերություն է առաջացնում։ Մենք հավատքով ապրող, մենք պետք է ունենանք հաստատուն, այսինքն փորձառությունների մեջ անցնելով, այդ դժվարությունների մեջ անցնելով, մենք պետք է ունենանք հաստատուն հիմք, հասկանում եք, որովհետև հաստատուն հիմքը ունենալով դա շատ կարևոր է, որպեսզի մենք չհանձնվենք։ Երեք ստեղ տալիս է երկմտության մասին։ Երեք ստեղ մենք մտածենք, մենք շատ ենք մեր կյանքում երկմտում։ Թե մենք այսինքն հաստատ ենք կանգնած այն ամեն ինչի մեջով, որ մենք այսօր անցնում ենք։ Ես հիմա չեմ կարող ասեմ դու այսօր ինչի մեջով ես անցնում։ Ինչի, որովհետև դուք ամեն մեկը ունեք ձեր կյանքի իրավիճակը, դրվածքը, այն ինչի մեջով դու անցնում ես, հասկանում եք։ Ոմանք ունեն հաղթանակներ, ոմանք ունեն պարտություններ, գիտեք, ոմանք դա չեն ուզում պայքարել, չեն ուզում հասկանալ, ոմանք էլ ապրում են ոնց որ ապրում են։ Սպասում են, որ մի օր կարող է կյանքը բրձի եւ մի օր կարող է կյանքում ամեն բան լավ լինի, հասկանում եք։ Բայց կարող եմ ասեմ շատերը երկմտությունով են ապրում։ Գիտեք, հիմա կարողացեք ինչպես ասում, շատերը երկմտությունով, ինչ մենք երկմտող չենք, մենք սիրում ենք Հիսուսին, ամեն, հալելույա։ Ասես մի հատ հարց առաջամ, երբ որ դու աղոթում ես մի բանի համար, երկա ու չես տանում պատասխանը, չի գալի քո մոտ երկմտություն, ասես մի հատ միտք առաջանում, բախի Քրիստոսը չլսավ, խի Տերը չ, դա արդեն երկմտություն է, հասկանում եք, դա արդեն չվստահություն է, դու արդեն չես վստահում այն ինչ որ դու խնդրում ես, հասկանում ես, բայց ինչի ասում, հավատքը հուսացած բաների հաստատությունն է եւ չերևացող բաների ապացույցը, то есть դավանանքը, չէ՞, то есть դու հաստատուն ես ու կանգնած ես այդ բանի, այն հիմքի մեջ, ինչի մեջ, որ դու պետք է ըլնես, խոսքի մեջ, այսինքն հիմքի մեջ, հասկանում ես, որովհետեւ հիմքը մեր հոգեվոր կառուցքի դա Հիսուս Քրիստոսն է, ամեն, то есть Հիսուսն է հիմքը, եւ այդ հիմքը ինչ անում շինվում է եկեղեցին, տաճարը, այն քո մեջ որ պետք է լինի, հասկանաս, այս սրբությունը, այն մաքրությունը, որով որ դու պետք է ապրես ու քայլես։ Երեք ես հիմա չեմ ուզում, այսինքն ավելի մենք խորանանք, թե մենք ոնց պետք է ապրենք, ոնց պետք է անենք, դու պետք է մեղք չգործես, այս չանես, այն ինչի մեջ որ դու ասում ես, դու պետք է հաստատուն լինես։ Ես կարող եմ ստեղ ասեմ մեկ խոսք, դու պետք է չերկմտես, հասկանում եք։ Բայց ոնց դու դրանը հասնես, որ չերկմտես, ոնց դու դրանը հասնես, որ ունես հաստատուն, որ այդ փորձառությունների մասին, ինչի մասին, որ Հակոբոսը ասում է, դու ըլնես պայքարով, то есть, ոնց ասեմ քեզ, ըլնես այրուց, չվախեցող, հասկանում ես, ըլնես այրուց, որ Քրիստոսի նման, չէ, ինչի, որտեղ շատերը ասում են, Քրիստոսը մի կողմից բարի է, գառեր, եւ մի կողմից այրուց է, ինքը չէր վախենում, հասկանում եք։ Պետրոս է, որ գրում է, Պետրոսի առաջի թղթի երկրորդ գլխում 20 խոսքում ասում է, ինքն ամեն բան տարավ համբերատարությունով։ Ինքը ամեն չարչարակ տարավ համբերատարությունով։ То есть ինքը մահվան աչքերի դեմ, աչքերին, նայում էր խաղաղությունով, հանգիստ, ինքը կրում էր այդ ամենը, то есть հասկանում եք, կարող ասեմ, ուժեղ մարդը, համարձակ մարդը կարող այս ամեն բանի մեջով ասնի, չէ՞, то есть թույլ մարդն էր Քրիստոսը կոդրվել, ինքը չէր ասնի, հասկանում եք, ինքը, գիտեք, երբ որ այդ Գեթսեմանի պարտեզի մեջ, երբ որ Քրիստոսը աղոթքը, հայտնի աղոթքը աղոթում էր, ասում էր, հայ, եթե կարասես բաժակը տար ինձանից հեռու, բայց թող քո կամքը լինի, բայց թող քո խոսքը լինի, то есть Քրիստոսը գիտեր, թե Իրանը ինչ է սպասելու, հեսա այդ այգի այդ աղոթքից հետո ոնց են Իրանը վերաբերվելու։ Գիտեք, Քրիստոսի մոտեցում ես միշտ նայում եմ, երբ որ Քրիստոսը համբերատարությունով կայացած է Կայափա քահանայի դեմ, այնտեղ Հերոդեսի դեմ, համբերատարությունով, լրությունով էր տանում։ Եվ գիտեք իր համբերատարություն, գիտեք Քրիստոս մի օր չասեց, այնտեղ, գիտեք ես թագավոր եմ, ես եկել եմ, ասես դուք ասիք, դու եք սենց ասում, հասկանում եք։ Եվ իր հնազանդությունը, իր խոնարհությունը, իր համբերատարությունը տվեց հաղթանակ իմ քո համար։ Հասկանում եք։ Որպեսզի մենք այսօր չլինենք երկմտող, որպեսզի մենք չվախենանք,
թե ինչա քեզ սպասում։ Գիտես, ես քեզ կարող եմ ասեմ, մի վախեցի, թե քեզ վաղը միսօրը ինչա քեզ սպասում։ Ես չեմ ուզում քո մեջ վախ գցեմ, հիմա կարող ասես, գիտես, ապեր, եթե դու ասում ես ինչա սպասում, կարող է ռեալ մի բան անդի սպասում վաղը չէ միսօր։ Չէ, Քրիստոսի խոսքերն եմ ես ուզում քեզ հիշեցնեմ։ Հիսուս ասում է, ինձ են հալածել, ձեզ կհալածեն, ինձ են հետապնդել, ձեզ կհետապնդեն, то есть ես եմ չարչարել, դուք եք չարչարել, բայց Քրիստոսը խոսում է նաև օրհնությունների մասին, հասկանում եք։ Ոնց որ ապերն է նշում, ասում փնտրեք վերինը, ցածինը ես ձեզ կտամ, Քրիստոսը խոսում է երկնային գանձերի մասին, Քրիստոսը խոսում է հավիտենական կյանքի մասին։ Քրիստոսը ցույց է տալի, որ ինքը եկել է ցույց բերել է փրկություն իմ ու քո համար։ Եվ դրա համար Քրիստոսը մեկ բան է ուզում դրան դիմաց, ասում է թող ամեն ինչ ուրացի քո անձը բեր քո խաչը արի իմ հետևից, то есть թող քո կյանքը պատկանա ինձ։ Գիտես այսօր սենց հարց առաջանում, ոնց ես դու քեզ տենում Քրիստոսի մեջ, որտեղ ես դու Քրիստոսի մեջ, ապրում ես դու հոգևոր կյանքով, ինչ քայլեր ես համարձակությունով անում, ինչ փոփոխություններ է այսօր կան քո կյանքում, դիմանում ես այդ փոթորիկներին, դիմանում ես այդ կամիներին, գալիս է քո կյանքում լիքը հիասթափություն, երկաթություն, նայեք ասեմ, ես շատ անգամ քարոզելու վաղ, երբ որ ասում եմ, պատմում եմ, ես միշտ բերում եմ նաև օրինակ իմ կյանքից։ Իմ մոտ եղել բաներ, երբ որ ես երկմտել եմ, իմ մոտ եղել, երբ որ ընկել եմ քամիների, փորձությունների, փոթորիկների մեջ, ու եկել ես մի հատ ընեց անորոշ իրավիճակի մեջ, ու ասել ես, էլ չեմ ուզում, էլ չեմ կարում, էլ չեմ ուզում պայքարեմ, էլ չեմ տենում վերջի ինչ անելու, բայց երբ մի ձայն ինչ խոսացել է իմ հետ, ասել է գիտես, դու պիտի պայքարես, դու պիտի պայքարես, եւ այդ ձայնը տիրոջ ձայնը, որ այսօր ամեն մեկին հուշում է, ես որ դու գնում ես, չի երեքում ես, որ դու ես դժվարության մեջ, ու մենք ասում ենք, պիտի չհանձնվես, պիտի ելնես, պիտի համբերատար, ասում ես, ոնց ինչքան համբերատար լեն, ինչքան պետք է պիտի ելնես։ Մի անգամ, 10 անգամ, 20 անգամ, 30 անգամ, 50 անգամ, 100 միլիոն անգամ պիտի ելնես համբերատար։ Որտեղ էդի հենց քո կյանքն է, էդի քո իրականությունն է, հասկանում ես, այն իրականությունը, երբ որ Հիսուս ասում է Հայտնության 3:20 կանգնած թակում է քո սրտի դուռը, դու բաց ես արել քո դուռը, կամավոր ձևով ես բացել, հասկանում ես։ Քրիստոսը չի խփել, չի շեղել, բացի, դու բացել ես ու հրավիրել ես, ու ինքը մտել է քո կյանքը։ Եթե ինքը մտել է, թող Տիրոջ ծրագրերը իրականան քո կյանքում, հասկանում ես։ Մի պայքարի Աստծո դեմ, այլ եղիր Աստծո բարեկամը ու պայքարի այս աշխարհի այդ կյանքի իրավիճակի դրվածքի անիրավի հարձակումների դեմ։ Հասկանում ես, ով որ պայքարում է, ինքն է հաղթում։ Ով որ հանձնվում է, ինչ ուզում, ասես մի հատ բան եմ էլ ուզում ասել, կրել, ինչ ուզում ես վախկոտի նման թողես գնաս այս աշխարհից։ Ոչ մի, այսինքն չհասած կոնկրետ մոտեցումներ, կոնկրետ հոգևոր, այսինքն աճերի հաղթանակներ, դու ուզում ես ուղղակի վախկոտին նման ստե չեմ կարա, ստե չեմ ուզում պայքարել, բայց Հիսուսը չէ որ մեծ ծրագրեր ունի, չէ որ Քրիստոսը ուզում է որ դու ունես հաղթող, ասա ես հաղթող եմ Հիսուս Քրիստոսով, ես վախկոտ չեմ, որտեղ ես ունեմ համարձակ Հիսուս Քրիստոս, փրկիչ ուտել, որ իր կյանքը տվեց իմ ու քո համար։ Հասկանում ես, նայ, դու հավատում ես Քրիստոսի իրականությամբ, դու հավատում ես Քրիստոսի խաչի վրա, դու համաձայնում ես, որ Քրիստոսը հալիճուրը լավ, տվեց իր կյանքը քո ամեն ձևի, բայց գալիս է պարագա, դու երկոտում ես։ Գալիս է պարագա, երբ որ դու ես մամենտալ ուզում ես քո պրոբլեմի հարցի լուծումը ստանաս, դու սկսում ես երկոտել։ Նայ, Հակոբոսի հենց նույն գլխում 22 խոսքում ասում է, խոսքը կատարողներ եղեք եւ ոչ միայն լսողներ, որ ինքներդ ձեզ խաբեք, որովհետեւ խոսքը միայն լսող եւ չկատարողը նման է այն մարդուն, որը հայրում մեջ ակնապիշ դիտում է իր սեփական դեմքին, քանի որ տեսնում է ինքն իրեն, անցնում է գնում եւ իսկույն մոռանում է թե ինչպիսին է։ Նայ, ստեղ Հակոբոսը խոսում ասում է հենց նույն գլխում խոսքը կատարողներ եղեք, ոչ թե միայն լսողներ։ Եվ իմ իրար հետ ասենք, մենք պետք է լինենք խոսքը կատարողներ, ասենք խոսքը կատարողներ, ոչ թե միայն լսողներ, հասկանում եք, նայեք ասենք, մեծամասնության մարդիկ լսողի դերում են,
մեծամասնության մարդիկ այսօր ուղղակի լսում են Աստծո խոսքը։ Ընդունում են, իրանց դուրը գալիս է, լավ խոսքը, լավ քարոզ, լավ աղոտ, բայց կատարողները շատ քիչ են։ Եվ հենց այդ կատարողները, ովքեր որ շատ քիչ են, դրան նաև երկմտողներ են։ Հասկանում եք։ Բայց մեր Տերը սենց կոչում չարեց։ Ինքը ասեց հավատքի, այսինքն համբերատարությունը, փորձությունը բերում եւ դու ուժեղանում ես, դու պետք է ուժեղանաս։ Հասկանում եք։ То есть ոնց ուժեղանաս, ինչա պետք որ դու ուժեղանաս։ Ես դու կարաս ֆիզիկապես ուժեղ լինես։ Դու կարաս լիքը ծանր աշխատանքներ տանես, լիքը բաներ, բայց հոգևոր կյանքը դա ուրիշ է։ Հոգևոր մոտեցումը դու ինքդ չես պայքարում, կամ մեկը որ քեզ օգնում է այդ պայքարի մեջ, դա Հիսուս Քրիստոսն է։ Իրես քո սովորական աչքերը դա չեն տենում, բայց կա կենդանի Քրիստոս, որ այսօր քո կյանքում է։ Եվ երբ որ դու ասում ես դավանում, ասում ես հայ ես հավատում եմ, որ կենդանի Քրիստոսն իմ կյանքում է, դու պետք է պայքարես եւ չվախենաս, թե ինչա վաղը քեզ սպասում կամ այսօր ինչա սպասում քեզ։ Հասկանում եք, որտեղ վաղը միսօր, 10 օր, մի տարի, 5 տարի, 50 տարի դու ապրում ես այդ կյանքը Հիսուսի հետ։ Եվ այդ պատուգները դու բերում ես իրա համար։ Այն ինչ որ դու ունես Իրանա, քո կյանքի Իրանա, ամենը Իրանա, հասկանում ես։ Որտեղ իրա կամքով ես դու այսօր ստեղ, համաձայն չէ՞։ Ասեք ամեն, հալելույա։ Ունեմ Հիսուս։ Եվ Հակոբոսը ստեղ հենց չոտքի խոսում է, պրամը խոսում, ասում է մի ետմտի, այն ինչ որ դու խնդրում ես, այն ինչի մեջ որ դու ասում ես, մի ետմտի։ Բայց ինչեր մենք շատ անգամ ետմտում։ Ինչեր մենք շատ անգամ թուլանում եւ ինչեր մենք շատ անգամ չենք ուզում մեր պայքարը շարունակել։ Ինչը։ Իրես ինչ է վեց այդ Հակոբոս հենց այդ նույն գլխում 20 խոսքում ասում է, որտեղ դուք լսողի դերում եք։ Եթե լեք խոսքը կատարողներ, դուք չեք ելմտի։ Եթե դուք լեք խոսքը կատարողներ, դուք կպայքարեք եւ չեք մտածի թե վաղը ձեզ ինչ է սպասում։ Որտեղ ինչ է սպասի, ոնց որ Պողոս ասում է, ապրել իմ համար Քրիստոսը, մեռնել իմ համար շահը։ То есть ստեղ թե ես իրան եմ, բայց ինչ ենք մենք վախենում ես ինչ է սպասում։ Ինչ ենք անում, գիտես, եղիր պայքարող, որովհետև մեր Տերը հենց ինքը պայքարող է։ Գիտես, օրինակ, Հռոմեացիներից 12-րդ գլուխը։ Ասեք Հռոմեացիներից 12-րդ գլխի առաջին խոսքերը։ Դուք շատ լավ տեղ այստեղը իրապես հասկանում ես մեր բոլորի համարը։ Արդ ասում է, Աստծո ողորմությամբ աղաչում եմ ձեզ եղբայրներ, որ ձեր մարմինները մատուցեք կենդանիզով, սուրբ եւ աստվածահաճո։ Դա է ձեր հոգևոր պաշտամունքը։ Եվ մի կերպարվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվեք ձեր միտքը նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծո կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը։ То есть Պողոսը ստեղ ասում է, պարզ ու հստակ, ձեր ողորմությամբ աղաչում եք, ձեր մարմինները զոհաբերեք։ Նայ, Քրիստոսը կանգնած ասում է թակում է քո սրտի դուռը։ Եթե դու բացես ու թողես ասես Տեր մտի, թող քո կամքը, քո ծրագրերը իրականան, հասկանում եք, դու պետք է Աստծո գիտակցաբար քո կյանքը զոհաբերես։ Այսինքն, քո հին մարդը պետք է զոհաբերես իրանը, 10 մոռանաս եւ ապրես կարճ ասած իր համար։ То есть այն օրը որ դու ընդունել ես Հիսուս Քրիստոսին, քո կյանքը քոնը չի։ Թե քոնը։ Քոնը չի, չէ՞։ Ասեք չէ հիմնա, իմը չի Հիսուսինն է, հասկանում եք։ Նայեք ասեմ, ետմտող մարդը, վախեցող մարդը, հասկանում ես, միշտ կասկածամիտ է։ Կասկածամիտ մարդիկ դրանք են ովքեր միշտ կասկածում են։ Արդյոք իմ կյանքը Քրիստոսին է։ Արդյոք իմ կյանքում բաներ կա փոխում։ Արդյոք ես սենց եմ, արդյոք չէ, իրես դուք դերես համարցակ հստակ։ Նա, երբ որ Քրիստոսը եկավ այս աշխարհ, ինքը մի վայրկյան չէր մտածում, հասկանում ես, տա իր կյանքը մեր համար։ Խաչվի, հարություն առը, չէ, ինքը անում էր, որովհետև ինքը եկել էր հոր կամքը կատարելու։ То есть մենք այսօր ում կամքը պետք է կատարել։ Ում կամքն մեր կյանքում իրականանում։ Աստծո խոսքը, չէ՞։ Դամար Հակոբոս ասում է՝ մի եղեք լսողի դերում, այլ եղեք խոսքը կատարողներ։ Որովհետև խոսքը կատարողներն են, հասկանում եք, կարճ ասած օգնվում։ Խոսքը կատարողներն են հաղթողները։ Իրեք ասեք, մենք հաղթողներ ենք,
Որտեղ մենք պետք է կատարենք ու կատարում ենք իր խոսքը, հասկանում եք, իր խոսքը, ինչ է իր խոսքը կատարել, կատարողներ, ովքեր են, հասկանում եք։ Նայեք, հինուք երբ որ մենք կարդում մենք հիշում ենք Մովսեսի երկրորդ օրինաց, ես այս միտեղ կկարդամ, ինչ իրավիճակ էր հրեաների հետ, դրվագը։ То есть հրեաները, երբ որ ստրուկության մեջ են, երբ որ Աստված հանեց իրանց, մցեց, կարմիր ծովը բարձրացեց, լիքը հրաշներ, պարավոնին տամ, մեկ էլ մյուս, հանեց Աստված իրանց, մցեց անապատ, ամեն նայք ասեմ, հետաքրքիր, մանանան թափում էր երկնքից, տամ, միսը տալիս էր, ամեն ինչով Աստված պահում էր, ինչ արին հրեաները, հրեաները սկսան տրտնջալ, հրեաները սկսան վախենալ, հրեաները չէին ուզում պայքարել, հասկանում եք, անապատում, Աստված իրանցը սովորացնում էր, Աստված իրանց հետևից գնում էր, փայփայում էր, ասում էր մի վախեցեք, ես ձեր հետ եմ, հասկանում եք, այսօր նույն ձևի Տերը մեր հետ է գնում, հասկանում եք, նույն ձևի Աստված իմ ու քեզ է սովորացում, խոսքի միջոցով, այդ խոսքը որ տրված է մեզ, հասկանում եք, նայեք, երկրորդ օրինաց, բացեք, եթե կա ձեր մոտ դուք, երկրորդ օրինացի առաջի գլխի 26 խոսքույց, կարդամ, մի քանի խոսք կա։ Եվ ասես եմ, բայց դուք չուզեցիք բարձրանալ և հակառակվեցիք ձեր Տեր Աստծուն հրամանին, և տրտնջալով ձեր վրաների մեջ ասացիք, Տեր, մեզ ատելով մեզ դուրս հանեցիք Եգիպտոսի երկրից, որպեսզի մեր հանձնի ամարացիների ձեռքը մեզ կորստան մատնելու համար, մենք ուր բարձրանանք, մեր եղբայրները թուլացին, մեր սրտերը ասելով, այս ժողովուրդը մեզանից մեզ բարձրահասակ ազգ է, քաղաքներ մեծ, և նրանց պարիսները հասուն են մինչև երկիր, այնտեղ տեսան նաև Հենկամի որդիներին, և ձեզանից ասացի, մի վախեցեք, մի զարմուրեք նրանցից։ Ձեր Տեր Աստված, որ գնում է ձեր առջևից։ То есть, տենում եք դրվագ, իրանք եկել են, արդեն Աստված բերել է իրանց են տեղը, որ իրանցը խոստացել է, բայց հրեաները սկսան տրտնջալ, վախենալ։ Գիտեք, հենց այդ խոսքերը, գիտես այնքան նման է մեր սովորական ասում են, և տրտնջալով ձեր վրաների մեջ ասել, Տեր, մեզ ատելով մեզ դուրս հանեցի Եգիպտոսի երկրից, որպեսզի մեզ հանձնի ամարացիների ձեռքը, մեզ կորության մատնելու համար։ То есть տրտնջում են, վախենում են։ Ինչքան ենք մենք սենց վախենում, ինչքան ենք մենք սենց տրտնջում, երբ որ գալիս է դժվարություն, երբ որ գալիս է քամի, ախր վաղ լավ էր, ախր հիմա ինչ է ինձ սպասում, ախր վաղը ոնց եմ անելու, ախր չեմ անում, ինչի է սենց իմ կյանքում սենց ելնում, հասկանում ես։ Ընդեղ հսկաները, ընդեղ ահավորը, ընդեղ ինչ անձի սպասում։ Հրեաները մի բան են մոռացել, որ Աստված իրանցը հանել է, տարել է, բերել է, հասցրել է, այն ինչ որ խոստացել է, տալու է ու տվեց։ Հսկաները պարտվեցին։ Երկու հոգի մարդ ընդեղ չվախեցավ։ Հեսուն մեկի խալեփ հիշում է, չէ, որ համարձակ եղավ։ То есть գիտես, մենք կյանքի մոտեցումը շատ անգամ նույնն է, մենք ենք տրտնջում, մենք ենք շատ անգամ վախենում, մենք չենք ուզում պայքարել, ասում ենք ինչի հետ եղավ, ինչի, բայց ես գիտես քեզ ինչ եմ ասում, եկեք չմոռանանք այն ինչ որ Աստված արել է ինքու համար։ Հրեաները շատ շուտ մոռացան։ Այն ինչ որ Աստված իրանց համար արել է։ Հրեաները մոռացան են մանանան, են ծովը որ բացվավ։ Դու ինչ ես մոռանում, որ Աստված քեզ կյանք է տվել։ Կյանք ապրելու, այսօր ապրելու իր համար, որ հավիտենությունը իր հետ անցկացնես։ Չես ուզում հավիտենություն անցկացնես իր հետ։ Ասես պետք է անցկացնեմ, ես պետք է անցկացնեմ, ես պետք է հաղթեմ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն, որտեղ դու Տիրոջ զավակն ես։ Այսօր դու ստեղ ես, այսօր դու ընդունել ես, այսօր քո սիրտը դու տվել ես իրա, հասկանում ես։ Եվ Տիրոջ ծրագիրը պետք է իրականանան քո կյանքում։ Դու պետք է չնես երբոտող, դու պետք է չնես վախտող, դու պետք է չնես թուլ, դու պետք է նես պայքարող Հիսուս Քրիստոսի անունով, որտեղ քո հետ Տերն է։ Գիտես, Քրիստոսի համբերատարությունը, ինչքան մեր շատ քիչ պակասում այդ համբերատարությունը, ինչքան մենք չունենք տեղ ունենք սովորելու Քրիստոսից իր համբերատարությունը։ Շատ անգամ որպեսզի դու լուր մնաս, շատ անգամ դու իմանաս հաղթահարել, շատ անգամ իմանաս պայքարել Հիսուսով ամեն դժվարությամբ, շատ անգամ չտրտնջաս, լուր դիմես Տիրոջը։ Եվ գիտես, պայքարող մարդը հասնում է հաղթանակին։ Պայքարող մարդը ունի օրհնություններ։ Ես գիտեք այնքան եմ շատ անգամ սիրում օրինակներ բերել, երբ որ մենք օրինակները բերում ենք հենց
կյանքի իրականությունից, դրվարդներից, այն ինչ որ Քրիստոս անցել է ճանապարհը եւ այդ ավետարանի մեջ, որ գրում է տալիս է մեր կյանքի իրականությունը, ու որ դու տենում ես ավետարանի մեջի հերոսները պայքարում են իրանց այության, իրանց կայունության համար ու ինքը հասկանում է, մարդը որ գալիս է Քրիստոսին, ինքը հասկանում է, եթե չդիմի, եթե չգա, եթե չխնդրի, չի ստանա, հասկանում ես, եթե դու տունը նստելով, մենակ, կներեք, որ սենց եմ ասում, գալով, գնալով, լսովի դերումը լես, դու չես հասնի հոգևոր հաղթանակներին, դու չես հասնի փոփոխություններին, Վերստի ծնունդը հենց կյանքի իրականությունը, որ դու փոխվես լյովին, փոխվի քո բնավորությունը, փոխվի քո մոտեցումը, փոխվի լիքը բաներ, հասկանում եք, բայց շատ անգամ մենք մնում ենք այն հին մարդի անշարժությունով, հասկանում եք, այն հին մարդը մեր մեջ սկսում է գոյատևել, աշխատել ու սկսում է ոնց որ ասած վերցեք իշխանություն ու անիրավը քնած չի։ Հասկանում ես, դու չես կարող անիրավի հետ պայմանագիր կնքես, ասես գիտես, արի պայմանագիր, դու ինձ ձեռմիտուր, ես էլ քեզ ձեռ։ Սա դիտրալ է։ Հենց դու թուլանաս, անիրավը կհարցակվի քո վրա։ Հենց դու թուլանաս, անիրավը քեզ ինչ կանի, կոչի չասնի։ Որովհետև գիտես, դու իր չես կարա պայմանագիր կնքես ու խաղ գնես, որովհետև այն որ քո մեջ է, ինքը հզոր ամեն ինչից։ Դա Հիսուս Քրիստոսն է։ Հիսուսը հզոր ամեն ինչից։ Հիսուսը ամեն բան տարավ քո փրկության համար։ Հիսուսը 40 օր 40 գիշեր անապատում սոված էր ինու քո համար, պայքարում էր անիրավի բոլոր փորձությունները ինու քո համար, հասկանում ես, որովհետև դու այսօր ունես պայքար, երբ որ մեկը գալիս է, մեկին ունես հաղթանակ, Հիսուսյանով, երբ որ դու տենում ես շատ բաներ այսօր քեզ խանգարում են, դու իրապես բեր զոհասենան, բեր Քրիստոսի մոտ, խնդիր իրան, որպեսզի ինքը քեզ օգնի ու իմանաս հաղթել։ Երբ որ դու մնում ես այսօր մեծ քամիների, կարիքների մեջ, տառապանք, հալածանք, հիվանդություն, տկարություն, թուլություն, մի հանձնես երեք քույրը հետ պայքարի, որովհետև պայքարը բերում է իր արդյունքը, պայքարող մարդը ունի հաղթանակ։ Եթե դու չպայքարես, դու չես ունենա հաղթանակ։ Բացեք Լուկասի ավետարանի 8-րդ գլուխ, 40 խոսքից։ Մենք հիմա կկարդանք ստեղ երկու անձնավորության մասին։ Հայրոսի մասին, որ դուք լավ գիտեք, իր աղջկահարություն առնելու պարագայում Քրիստոսը բժիշկում է քարությունն եւ կնոջը, կինը, որ ուներ արունը հոսություն։ Դեք այս երկու դրվածքը այնքանով է ինձ հետաքրքրում, այնքանով է մեր կյանքի այսօրվա իրականությունը ցույց տալի, ով էր Հայրոսը, եկեք Հայրոսի մասին հեսա կկարդամ։ Հայրոսը ինքը հոգևոր անձնավորություն էր։ Հրյաների, այսինքն, ոնց ասած, կարող ասենք ռաբիներ, կարող ասենք իրանց, այսինքն, մի համայնքի կարդում էր, այսինքն Մոսեսի օրենքը, то есть ինքը հոգևոր անձնավորություն էր։ Կինը, որը որ տառապում էր, կինը տառապում էր հիվանդությունով։ Եվ այս կինն էլ, երբ որ լսեց Քրիստոսի մասին, ինքը եկավ Քրիստոսի մոտ։ Հայրոսը, որ լսեց Քրիստոսի մասին, ինքը եկավ Քրիստոսի մոտ։ Նայեք ասեք, հետաքրքիր որն է, որ Հայրոսը չասեց Քրիստոսին կանչել թող գա իմ մոտ։ Թող գա Քրիստոսը իմ մոտ ու Էվա, երբ որ Քրիստոսը գա, սաղ լավ կլինի։ Կինը տունը նստած չէր սպասում, որ Քրիստոսը գար եւ չէր դավանում, ինքը ելավ գնաց Քրիստոսի մոտ։ Եվ ասա, երբ Հիսուսը վերադարձավ 8:40, եւ Հիսուս վերադարձավ ժողովուրդը ընդունեց նրան, որովհետեւ բոլորը սպասում էին նրան։ Եվ ահա մի մարդ եկավ, Հայրոս անունով, նա ժողովրդապետ էր, Հիսուսի ոտքերը ընկնելով աղաչում էր նրան, որ իր տուն մտնի, որովհետեւ նրա 12 տարեկան մինուճար դուստրը մերձամահ էր, եւ Հիսուսը գնում էր ժողովրդի նեղում էին նրան։ Ու եկեք ստեղ կանենք մի քիչ տեսնում եք Հայրոսի մոտեցումը, ժողովրդապետ է, հոգևոր անձնավորություն է, բայց ինքը եկավ Քրիստոսի մոտ։ Ինչ եղավ։ Ընկավ Քրիստոսի առջև, ծնկաչոք եղավ, սկսավ աղաչել։ То есть ինքը ընդունեց Քրիստոսի մեծությունը, չէ՞։ Ինքը ընդունեց, որ Քրիստոսը կարա այդ հարցի լուծումը տալ։ Ես ուզում եմ եկել ինչքան մենք սենց արել այդ Հայրոսի նման։ Ընկել են ծնկաչոք
ու հաստա հավատացել են, որ հարցի լուծումը կտա։ Նայեք, մենք տերում ենք այդ հարուցը չի ետմտեց, հասկանում եք, ինքը չասեց, գնամ, սա չի տալի, գնամ Քրիստոսի մոտ, չգնամ, ինչ կլինի, ոնց կլինի, հասկանալ, չտրտնջալ, չէ, հստակ էր, մարդ որ գիտեր Աստծո խոսքը, մարդ որ գիտեր, այսինքն Մովսեսի օրենքը, գիտեր 10 պատվիրանները, 600-ից ավել պատվիրան, ինքը գիտեր ամեն բան, ինքը հավատում էր, ինքը ծոմ էր պահում, բայց Քրիստոսը, որ Աստծո զավակ էր, ինքն դեր էր, պետք վաղ են տեղի Քրիստոսն դեր է, գիտեք քո կյանքում էլ է Քրիստոսը միշտ կա, երբ որ պետք է, ինքը չի գրած, ինքը չի թողել, ինքը չի հեռացել քեզանից, հասկանում եք, ընչենք մենք շատ անգամ մտածում, որ Աստված չի լսում մեր աղոթքը, ընչենք մենք շատ անգամ ետմտում, որ չի կարող լինի ոչ մի բան մեր կյանքում, ես միգուցե կարող է մենք պետք է վերանայենք մեր կյանքը, միգուցե մենք պետք է շատ բաներ փոխենք մեր կյանքում, հասկանում եք, միգուցե մենք պետք է ռեալ քայլեր անենք, հասկանում ես, չնստես սպասես, որ ինչ-որ մի բան փոխվի, պետք է ռեալ գաս, հենց այդ հարուցին ման գաս, ընկնես, կարիք կար, աղջիկը հիվանդ էր, մեծը մահամերձ վիճակում էր, եկավ ու Քրիստոսի մոտ, Քրիստոսը գնում էր, ասում, եւ մի կին, որ 12 տարուց վեր, արյունահոսության մեջ էր, իր ամբողջ ունեցվածքը բժիշկների վրա ծախելով չէր կարողացել ոչ մի կողմից բուժվել, նա հետևից մոտեցավ Հիսուսին, հագուստին, գրքանցքին դիպավ, եւ նրա արյունահոսությունը իսկույն դադարեց, եւ Հիսուսը ասաց, ով է, որ ինձ դիպավ, քանի որ բոլորը հերքում են, Պետրոսը ու նրա հետ եղողներ ասացին, վարդապետ ժողովուրդը քեզ սեղմում է ու նեղում է, սակայն Հիսուսը ասաց, մեկը ինձ դիպավ, որտեւ ես իմացա, որ ինձանից զորություն դուրս եկավ, եւ կինը տեսավ, որ ծածուկ չմնաց դողալով եկավ նրա առաջ, ընկավ եւ ամբողջ ժողովրդի առաջ նրան պատմեց, թե ինչ պատճառով նրան դիպավ ու թե ինչպես իսկույն բժիշկվեց։ Հետաքրքիր է, չէ՞։ Կինը գնաց Քրիստոսի հետ, եկավ պրոստը դիպչեց։ Քրիստոսը ուղղակի գնում է։ Հասկանում եք։ Կինը մտածում է, գնա դիպչի երևի, չդիպչի, ինչ կլինի, ոնց կլինի, ինքը հավատում է, որ այդ հարցի լուծումը կտա Քրիստոսը։ Ինչ ենք մենք դնում, համարձակություն, ինչ ենք դնում, պայքար, պայքար, որպեսզի առողջանա, պայքար, որպեսզի հարցի լուծումը տա, ստե չի գրված, գիտես, ես հետ մտայիմ գնամ, կբժիշկի Քրիստոսը, չի բժիշկի, ես իմ Հիսուսն է, ասում են բարձրել Աստծո որդին է, չէ, կին եկավ ռեալ ձևի, ինք եկավ ռեալ մոտեցումով, ամբողջ էր, ժողովուրդ էր, հասկանում ես, կնոջ համարձակությունը, չվախեցավ, ասես կամ պետք է գնա միջև վերջ, կամ էլ, հասկանում ես, գիտես, երբեմն չի լինում քո մոտեցում, կամ գնաս, կամ չգնաս, կամ անես, կամ չանես, քո մոտեցում չկա, որ դու ընդունել ես Քրիստոսին, գնաս իր հետևից, թե չգնաս, անես, թե չանես, ես քեզ կարող ասեմ, գնա ու արա, գնա միջև վերջ, վերջ քո խաչը, գնա միջև վերջ, եղիր համարձակ, հասկանում ես, այդ կինը հավատում էր, ու պատկերացա քանի տարիներ ամեն ինչ ծախել էր, ամեն ինչ դրել էր, ամեն ինչ վճարել էր, հասկանում ես, հացի փող երևի չուներ, վերջին լույսը Քրիստոսն է, բայց երեք այդ կնոջներ կարեն նրանց հետաքրքիր երկմտություն գցեն իր մեջ, պրոստը որ ինքը երկմտել, ասել դե ուր ես գնում, քեզի պետք է շատ ես իմանում, Քրիստոսը կարող է քեզ բուժի, այդ էլ հենց մտածելով գաս պրոստը դիպչես իր շորիցերին, հասկանում ես, պրոստը դիպչես, չգաս ասես Հիսուս, բարձրալ Աստծո որդի, որ շատերն էին մոտիկանում, այս հայրոսը եկավ ընկավ իր դեմը, քահանա, հասկանում եք, հրեաների ժողովրդապետի, որտեղ ամեն օր Աստծո խոսք էր ասում, չոքավ Քրիստոսի դեմ, Քրիստոսը արի գնալ, բայց այս կինը դիպավ, իրա փրկության համար, այդ արյունահոսությունը պետք է կանգնվեր, ինքը ուզում էր հաղթանալ, ինքը չէր կարող, հասկանում ես, վերջին հույսը Քրիստոսն է, քո հույսը ով է, Հիսուսն է, թե մարդը։ Գիտեք, այսինքն տարբերությունը շատ անգամ, որ մենք մեր հույսը երբեմն դնում ենք մարդու վրա, մենք մեր հույսը շատ անգամ դնում ենք մարդու վրա, գիտես, ես ինչ մարդ գիտեմ ես, ամեն հարցեր լուծում է, գիտես են ինչքան ընդ ուժեղ բժիշկ կա, որ ամեն հարցերը լուծում է, գաս, միակ քեզ աչքերով ռենտգեն կանի, կգրի կտա, բայց մոռանում ենք, որ չէ որ Քրիստոսը կա, չէ որ Քրիստոսը ամեն հարց կարող լուծի,
Քրիստոս կարեց բժիշկի սրտին դնի։ Քրիստոսը կարեց մի հարցեր լուծի։ Գիտեք, ես մեմ ասեմ, եկեք մեր հույսը դնենք առաջին Աստծո վրա։ Ոնց որ այս կինը դրեց Քրիստոսի վրա, հասկանում եք, չսպասելով ինչ է իրանը սպասում։ Կկպնի, չի կպնի, կթողեն, չեն թողնի, կացել, կա նպատակ, դու պետք է գնաս միջև է, ու ինք եկավ կպավ, դիպեց։ Ու մի անգամից է տարունը կանգնավ։ Քրիստոսը զգաց, Քրիստոսը տեսավ։ Ասես մեկը դեպերը, Պետրոս ասում է, վարդապետ ժողովուրդը շատ են սխմում են, ինձանից զորություն գնաց, որտեղ ինձ կպնում են, ինձ մոտ եկողները, իմ գառներն են կպնում ինձ։ Հասկանում եք ինչ եմ ասում։ То есть ով է գնում Քրիստոսի մոտ, ով է կպնում իր շորին, ով է բացում իր սիրտը, ով որ հավատում է ու սիրում է Քրիստոսին։ Դու սիրում ես Քրիստոսին։ Ոնց է դու քո սիրում Քրիստոսին։ Եվս կանոչ մոտ սկսավ նոր կյանք։ Գիտես քո մոտ նոր կյանք սկսել է։ Կա նոր կյանք։ Թե հիրանային նման տրտնջում ես, նստած, եկամ, պետք է Եգիպտոսում մնայ, մեն աշխարհի կյանք են, լավ էի ապրում, գիտես ինչքան լավ եկամ, դարձամ, հավատացյալ սա գնա։ Ես տենց ասել եմ, հավատացել, ես տենց ասել եմ, այնքան եմ ասել, բայց հասկացա մի բան, ես պետք է չդավանեմ այդ բաները, ես պետք է չասեմ, որ այն վաղ լավ էր, հիմա է լավ, այն վաղ շատ վատ էր, վահավոր էր։ Դες հիմա միակ նպատակը իմ գնալ Քրիստոսի հետևից։ Միայն նպատակը Քրիստոսն է։ Կյանքումս չկա ուրիշ իդեալ։ Երբ որ գալիս է տրտմություն, ես նստում եմ տրտմած եմ ելնում, ասում եմ փակ Տիրոջ, որ ես գիտեմ Քրիստոսին ու Քրիստոսը գիտի ինձ։ Ասում եմ Տիրոջ հետ խոսալ, շփվել, հաղորդել։ Գալիս ես այնքան գաղտնի սենյակ են, դուռը փակում ես, որ ոչ մեկ քեզ չի կարա հասկանա, ոչ մեկ չի կարա, բայց ինքը քեզ կլսի։ Ու ինքը կընդունի, ինքը պատրաստ է իր զորությունը տալ քեզ, ոնց որ թողեց այդ կինը դիպել։ Եթե Քրիստոսը չուզեր, կինը չէր դիպչի իրան։ Եթե Քրիստոսը չուզեր, ինքը չէր դիպչի, բայց Քրիստոսը սաղի համար էր դե։ Հասկանում եք։ Քրիստոսը իմն ու քո համար։ Իրենք մենք պետք է հասկանանք այդ մի բանը, Քրիստոսն եկավ իմն ու քո համար։ Քրիստոսը տվեց իր կյանքը, հասկանում եք։ Գիտեք, հենց այս խաղուպար չի, պրոստո Քրիստոսն եկավ, պրոստո տվեց իր կյանքը, հասկանում եք։ Մենք շատ անգամ չարաշահում ենք, մատների արանքով ենք նայում այդ ամենին։ Մենք շատ անգամ չենք ուզում փոփոխություն մեր կյանքում, շատ անգամ պատրաստ ենք զոհաբերելու մեր բնավորության շատ հատկություններ, հասկանում եք։ Շատ անգամ մենք մտնում ենք այդ մեկից ու չենք ուզում դուրս գալ։ Բայց Քրիստոս մեզ տալիս է քեզ հնարավորություն, ուզում է որ դու փրկվես, ուզում է եղիր համարձակ, եղիր հաղթող։ Եվ այս կինը ստացավ այն ինչ որ ուզեց։ Եվ ինքը պատմեց ամեն ինչ Քրիստոսին։ Գիտես, երբ որ ես մտածում, ասում եմ, կինը պատմեց Քրիստոսին ամեն ինչ։ Неужели Քրիստոսը չգիտեր իր պատմությունը։ Неужели ինքը չիմանում քո պատմությունը։ Դու մտածում ես Քրիստոսը չգիտի քո կյանքի պատմությունը։ Ինքը գիտեր լիովին քո կյանքի պատմությունը։ Եզիկի այդ երեմը մեկի ինգում ասան դու դեռ չծնված մորդ որովայնում ես քեզ գիտեի։ Դու պատկերացրու դու դեռ չծնված, դու դեռ դուրս չելած, ինքը քեզ գիտեր։ Դու ուրախ ես որ ինքը քեզ գիտեր։ Դու ուրախ ես որ ինքը քո պատմությունը գիտի քո պատմությունը, ինչ է քեզ արեցի ինքը ուզում, համարձակ քայլեր։ Համարձակ քայլեր։ Այդ երկու հերոսներ, Հայրոս եւ Էսկին, կնոջ անուն չկան դա գրած։ Անունը Թամարայել, անունը կամ եսի Մարիամը չկա, բայց կա համարձակ կին, որ հասկանում ես չմտածես, գնամ, նստեմ տունը, լսելով, դավանելով կբուժվեն այդ կինը, մենակ պրոսո նստեմ տունը, չէ, ես գտում ոչ մի չեր գնա, չէ, ինքը պտի գար Քրիստոսի հանդիպեր։ Գիտես, եթե դու մտածում ես, դու նստելով, լսելով, լսողի դերումը լելով քո կյանքում բան կփոխվի, ես քեզ կարող ասեմ չի փոխվի։ Չի փոխվի։ Դու պիտի խոսքը կատարող ես։ Ըլնես համարձակ։ Չմտածես, գիտես, ինչ է քեզ սպասում, գնաս ընդ քեզ կհալածեն, կծեցեն, քեզի վատ բաներ կասեն, գիտես, ես այնքան եմ շատ անգամ, երբ որ հալածանք ստանում, այնքան եմ ուրախանում։ Ես մտածում ասում եմ, Տեր, ասում եմ, աշխարհի կյանքում հալածում է, ես ինչ անիմաստ բաների համար։ Բայց այսօր եթե ես հալածում քո անվան համար, դա իմ համար երանությունը ու օրդությունը։
Մեկ որ որ հալածում ուրախանում եմ, ասում թող հալածեն, դի ավելի ես պետք է ուրախանաս, որ հասկանում ես, դա մի հատ ոնց ասած չես են տալիս, հասկանում ես, մի հատ այնպես արժեքավորվում ես, որ Հիսուսի համար կարած հալածան կրես, որտեղ ինքը կրես քո համար հալածան, հասկանում ես։ Եվ ասում սակայն Հիսուսը մեկը դիպավ, ասում է եւ նրա առաջ ընկավ եւ ամբողջ ժողովրդի առաջ պատմեց, մինչեւ խոսում է ժողովրդապետի տնից մեկ եկավ ու նրան ասեց, աղջիկդ մեռավ։ Վարդապետին նեղություն մի տու, բայց Հիսուսը լսելով նրան պատասխանեց. մի վախեցի, միայն հավատա եւ կփրկվի։ Նայեք ինչ հետաքրքիր պարագա է, վազան եկան ասան, աղջիկդ մեռել է, всё։ Էլմի վարդապետին այնպես բռնի հետևից գնա, մի թող։ Հիսուս ասաց, աղջիկդ մեռավ, ասան, նեղություն մի տու, բայց Հիսուսը լսելով նրան պատասխանեց, մի վախեցի, միայն հավատա ու կփրկվի։ Իդես քեզ ուզում եմ ասել, մի վախեցի, միայն հավատա ու ամեն հարցի լուծում կլինի։ Ասա ամեն, հալելույա։ Մի վախեցի, հավատա ու ամեն հարց կլուծվի քո կյանքում։